Ողջույն։ Մարտի 29-ին Վիեննայում կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։ Հայ-ադրբեջանական բանակցությունների հնչած հայտարարությունների մասին ես կզրուցեմ իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ, որը նոր է վերադարձել Ավստրիայից։ Ողջույն Թաթուլ։ Ողջույն Ստելա։ Նախքան պաշտոնական մասին բովանդակությանն անցնել, ուզում եմ ձեզ հարցնել ձեր տպավորությունների մասին կուլուարային, կուլիսային։ Ինչ տեսակ, ինչ նկատեցիք, որ գուցե նաև արտառոց էր։ Նայեք, ես իհարկե բազմաթիվ անգամներ եմ լուսաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդհանրապես Ղարաբաղյան բանակցային գործընթացը, բայց նաեւ կարող եմ ասել, որ վերջին անգամ սամիտ, այսինքն գագաթաժողով երկու երկրների առաջնորդների շատ վաղուց է լուսաբանել, դա 2001 թվականն էր Ելիսեյան պալատում, երբ որ Ժակ Շիրակը Հայաստանի եւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահներին Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիևին ընդունեց Ելիսեյան պալատում, Հայաստանն ու Ադրբեջանը դրանից մեկ օր առաջ անդամակցել էին Եվրոպայի խորհրդին, եւ դրանից հետո ես բավական երկար ժամանակ հնարավորություն չեմ ունեցել լուսաբանելու, բայց կարող եմ ասել, որ եւ այս տպավորությունն ունեին նաեւ պատվիրակության անդամները, այն լրագրողները, ովքեր լուսաբանել են եւ այսն են լուսաբանում, որ մթնոլորտը ընդհանուր առմամբ շատ դրական էր հանդիպման շուրջ, ակնհայտ կա լիցքաթափում ապրիլյան պատերազմից հետո, որը բանակցային գործընթացը մենք կարող ենք ասել ոչ միայն փակուղի էր, այլ ուղղակի սպանել էր բանակցային գործընթացը, մենք կարող ենք ասել, որ տեղի է ունենում լիցքաթափում եւ ավելին տեղի է ունենում վստահության մթնոլորտի ստեղծում եւ գիտեք վստահության մթնոլորտը դա մի բան է, որը պետք է համատեղ ջանքերով կառուցել։ Դու չես կարող քո կողմից վստահության մթնոլորտ ստեղծել, եթե մյուս կողմից չկա կամ երրորդ կողմից չկա, դա մի process է, որին պետք է բոլորը մասնակցեն եւ դա ակնհայտ նկատելի է եւ պատվիրակությունների պահվածքում եւ նրանց արվող հայտարարություններում, ել չեմ խոսում վերջին շրջանում այդ ռազմական հռետորաբանության թուլացման եւ բարեբախտաբար սահմաններում շփման գծում իրավիճակի ակնհայտ լիցքաթափման եւ բարելավման մասին։ Այնպես որ ընդհանուր առմամբ ֆոնը, որտեղ տեղի ունեն բանակցություններ, շատ դրական է։ Նայեք, ընդհանրապես իմ համոզումն է սա, որպես քանի տարիներ լուսաբանում եմ Ղարաբաղյան կարգավորումը, լավագույն լուծումը, ամենաարդար լուծումը, որը գոնե 50% ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, չի կարող աշխատել եւ ուղղակիորեն կփլուզվի, եթե չլինի այդ վստահության մթնոլորտը, բայց եթե կա վստահության մթնոլորտ եւ կողմերի միջև կան խորը տարաձայնություններ, այդ վստահության մթնոլորտի մեջ կարելի է այդ տարաձայնությունների շուրջ, եթե ոչ համաձայնության գալ, բայց առնվազն բոլոր հարցերը քննարկել։ Նայեք, դու կարող ես ունենալ շատ լուրջ տարաձայնություններ հիմնական խնդիրների վերաբերյալ, բայց մթնոլորտը թույլ է տալիս բոլորի մասին հանգիստ խոսել։ Սա չափազանց կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը երեկոյան հայ համայնքի հետ հանդիպման այդ մասին իդեպ խոսեց, որ թեև հեղափոխություն չի եղել, սակայն սկսվել է ճեղքում չի եղել, բայց սկսվել է մի կարևոր գործընթաց, երբ կողմերը կարող են զրուցել եւ լսել միմյանց։ Ըստ ձեզ այդ գործընթացն իսկապես սկսվել է։ Այո, ես կարող եմ ասել, որ սկսվել է, իհարկե մենք շատ բան չենք տեսնում այդ բանակցություններից, տեսեք, այո, մենք լրագրողներս շատ մոտ ենք լինում բանակցություններին, ասենք այն առաջի բարևը, որ իրար տալիս են առաջնորդները, թույլ են տալիս մենք նկարենք, տեսնենք, բանակցությունների ընթացքում, երբ որ առանձնազրույց է լինում, մենք հնարավորություն ենք ունենում, այսպես են off the record, այսինքն չհրապարակելու պայմանով զրուցել հայ եւ ադրբեջանցի միջազգային դիվանագետների հետ, բարձրաստիճան արտգործնախարարների հետ, նրանցից իմանալ շատ կարևոր ինֆորմացիա, բայց մեծ հաշվով մենք էլ այդքան տեղեկացված չենք էլ եւ կարող ենք ասել, որ ամենաշատ տեղեկացված են միայն այն երկու մարդիկ, ովքեր այսօր բանակցում են, այսինքն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Մնացածներս մեր չափով են կարողանում տեղեկանալ, թե ինչ են քննարկում, ինչ է տեղի ունենում, բայց ակնհայտ է, որ կա դրական մթնոլորտ
բանակցությունների շուրջ։ Եվ այդ ազդակները գալիս են նաև ադրբեջանական կողմից։ Միանշանակ գալիս են ադրբեջանական կողմից, այստեղ այլ խնդիր է, թե ինչ է փոխվել Ադրբեջանում, որ այդ ազդակները գալիս են։ Ինչու չկային այդ ազդակները նախկինում։ Հիմա վերադառնալով ձեր հարցին, Ստելա, ես կարող եմ ասել, որ այն վստահությունը կամ այն վստահության ճանապարհը, որի մեջ են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, դա հավանաբար կար մեկ էլ 99-ից 2001 թվականներին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիևի միջև եւ որը բերեց նաեւ Քիվեստին եւ այդ մթնոլորտը կար նաեւ համանախագահող երկրների միջև եւ այսօր երբ որ մենք խոսում ենք դիվանագետների հետ բոլորը հիշեցնում են որ այդ շրջանում Վլադիմիր Պուտինի եւ Ամերիկայի նախագահի միջև կային աննախադեպ ջերմացում հասկանում եք այս ամեն ինչը դրական մթնոլորտ է ստեղծում ինչ է փոխվել Ադրբեջանում որ նրանք այսպես եմ, հա, ուզում են բանակցել։ Իհարկե մենք կարող ենք վերցնել ամենապրիմիտիվ վերսիան, որ շրջանառվում է Հայաստանում, դե որ Նիկոլը հողերը տալու է, դրա համար ադրբեջանցիները այսպես բան են էլի անում։ Դա իհարկե ամենապրիմիտիվ, ամենաանպատասխանատու մեկնաբանությունն է, որը չի դիմանում որևէ բանի, որովհետև եթե մենք համեմատում ենք Հայաստանի նախկին 3 առաջնորդների մեջ 4-ի մեջ Նիկոլ Փաշինյանը միակն է, որ դեռևս չի խոսել կարմիր գծերի մասին։ Եվ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը խոսել են, ասենք 6-6.5 տարածքների զիջելու մասին, Նիկոլ Փաշինյանը որևէ տարածք զիջելու մասին դեռևս չի խոսել։ Ավելին նա ասում է, որ եթե ադրբեջանական կողմը չի խոսում զիջումների, փոխզիջումների խաղաղության մասին, ասում է մենք չխոսենք այդ մասին։ Եվ ըստ ձեզ հենց դա է բերել նման արդեն ձնհալի ասենք։ Դե այո դա էլ կա, բայց հիմնական պատճառը, որ իմ կարծիքով, որ Ադրբեջանը ավելի մեծ ցանկություն ունի խոսել, մի քանի հարթություններում են։ Առաջինը Իլհամ Ալիևը տանը Ադրբեջանի ներսում թույլ է, քան այլևս ուժեղ չէ, քան ուժեղ էր նախկինում։ Եվ մենք տեսնում ենք Ադրբեջանի այդ ներքին գործընթացները, որի մեջ ինքը հայտնվել է, եւ ինքը իհարկե մտավախություններ ունի։ Եվ Ադրբեջանը եւ Իլհամ Ալիևը շատ թույլ են դրսում։ Դրա փոխարեն Հայաստանի գործող իշխանությունները շատ ուժեղ են եւ ներսում եւ դրսում։ Եվ սա ակնհայտ է, որ Ադրբեջանի մոտ առաջացնում է խանդ։ Դա բացատրելի է, դա մարդկային է, նաև վախ, նաև մտահոգություն, բայց դա նաև մարդկային է, երբ որ դու տեսնում ես, որ ասենք քո շրջապատի երկրների մեկը ակնհայտորեն քեզանից առաջ է ընկել, անընդհատ նրան ծափահարում են, միջազգայինորեն, ինչ որ զեկույցներ են հրապարակում, որտեղ այդ երկիրը ակնհայտ առաջ է անցնում ոչ միայն քեզանից, ոչ միայն քո հետ այլևս համեմատվելու եզրեր չունի, նկատի ունեմ Ադրբեջանից, այլ նաև Վրաստանից։ Հասկանում եք, սրանք գործոններ են, այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղյան հակամարտության մասին, այդ հակամարտությունը չպետք է մենակ նայել հենց որպես հակամարտություն։ Դա պետք է նայել եւ ներքաղաքական խնդիրների իմաստով, եւ միջազգային մակարդակում։ Այնպես որ իմ կարծիքով այս ամեն ինչը Ադրբեջանին իհարկե ավելի այսպես զուսպ է դարձրել։ Բացի այդ նաեւ ես կարծում եմ չի աշխատում այն հին մեխանիզմը, որը աշխատել է, այսինքն Ռուսաստանի ուղղակի ներգրավումը, երբ որ ասենք Իլհամ Ալիևը կարող էր ուղղակիորեն դիմել Վլադիմիր Պուտինին, Պուտինը կարող էր ուղղակիորեն ազդել Սերժ Սարգսյանի վրա։ Այդ մեխանիզմը ինձ թվում է այլևս չի գործում, եւ Ռուսաստանը Հայաստանում գործ ունի մի իշխանության հետ, որը նախկին իշխանությունը չէ, որը բոլոր այսպես առաջարկներին այո է ասում։ Հիմա մի կողմ ենք թողնում, թե այդ այո ասելը վերջում ինչի էր բերելու, ինչի չէր բերելու, կամ ինչ գին ենք վճարելու հայ-ռուսական այս բավականին ոչ պարզ հարաբերությունների համար, բայց ակնհայտ է, որ այդ մեխանիզմը այլևս չի աշխատում, եւ այս ամենը իհարկե Ադրբեջանին մտածելու տեղիք է տալիս, եւ ի վերջո չի աշխատում նաեւ այսպես եմ այդ սնայպերների այդ աշխատանքը, որ նախկինում եղել է, այդ զինվորներ միմյանց խփել, այդ ներթափանցումները, այսինքն դիվերսիաները, եւ ապրիլյան պատերազմը կարծեք թե
մի կետ էր, որտեղ Ադրբեջանը հասկացավ, որ ի վերջո ռազմական ճանապարհն էլ դա լուծում չէ։ Դատելով համանախագահների հայտարարությունից հղում է արվում Դուշանբեի պայմանավորվածություններին, այսինքն օպերատիվ կապի բարելավում եւ այլն, կարելի է արդեն ենթադրել, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու դրանք արդեն արդիական չեն։ Նայեք, այսինքն մեկ քայլ առաջ են անցել։ Հակամարտության պատմության մեջ ընդունվել են բազմաթիվ տասնյակ հարյուրավոր տարբեր մակարդակներում բանաձևեր, հանձնարարականներ, չգիտեմ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի, մի խոսքով շատ բաներ են ընդունվել եւ պետք չի, ասենք, անընդհատ հղում անել ինչ որ բանաձևերի, որոնք ընդունվել են տվյալ ժամանակահատվածի համար եւ արտահայտել են օրվա իրավիճակը եւ հիմա անընդհատ խոսել Վիեննայի Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, երբ որ, ասենք, դրանից հետո հիմա տեղի ունեցել լուրջ փոփոխություն, իմ կարծիքով լուրջ չէ եւ պետք է անընդհատ դրան հղում կատարել։ Եվ այս օպերատիվ կապի բարելավումը հույս է ներշնչում, որ պահպանվելու է հրադադարը։ Երբ որ մենք տեսնում ենք, որ շփման գծում, սահմանում իրավիճակը ակնհայտորեն փոխվել է, ինչու պետք է մենք անընդհատ այդ Վիեննային ու Սանկտ Պետերբուրգին հղում անենք։ Հղում անենք մի բանաձևի, որ պետք է կատարվեր, երբ որ արդեն տեղում այդ բանը կատարվում է եւ ավելի լավ ձևով է կատարվում։ Այսինքն չպետք է էլի այդքան կարճած մնալ նախկին բանաձևերին։ Ինչ վերաբերում է այս հայտարարությունը, որ արվեց, այդ հայտարարությունը բավականին երկար ժամանակ քննարկվեց, նկատի ունեմ 3+2 համանախագահների եւ արտգործնախարարների, ակնհայտ է, որ այնտեղ կային տարաձայնություններ, կարող եմ ասել խորը տարաձայնություններ եւ ի վերջո կարողացան կողմերը այդ փաստաթուղթը, այդ հայտարարության շուրջ համաձայնության գալ, որ արդեն տարածվել է եւ որը, եթե մենք համեմատենք վերջին տարիների ամենադրական մեսիջներ, ուղերձներ պարունակող բաներից, հայտարարություններից մեկն է, բայց նաեւ ակնհայտ է, որ այնտեղ նայեք, ամենակարևոր պահը, որ չկա այդ հայտարարության մեջ, եթե ուղղակի համեմատենք համանախագահների վերջին հայտարարության մեջ, այդ ես չգիտեմ, մեր փորձագետները միջազգային դրան արդեն ուշադրություն դարձրել են, թե չէ, բոլորը տեսել են այն դրականը, որ կա դրա մեջ, հա, բայց մեկ ուրիշ բանի վրա եմ ուշադրություն ուզում դարձնել։ Նախորդ հայտարարության մեջ խոսվում էր 3 սկզբունքների եւ 6 տարրերի մասին։ Այս հայտարարության մեջ այդ բացած դա չկա։ Սա նաեւ հայկական կողմի աշխատանքի ջանքերի արդյունք է։ Վստահաբար, կարծում եմ։ Այդտեղ իհարկե խոսում է substance-ի մասին, չէ՞, մի հատ բառ էր օգտագործել substance, այսինքն այդ substance-ը, այսինքն էությունը որ կա, իհարկե, այսինքն այդ 3 սկզբունքներ ու 6 տարրերը ձևակերպված են մեկ բառի մեջ substance, բայց դա շատ կարևոր է։ Այսինքն իմ տպավորությամբ, եւ սա այս տպավորությունը ես օդից չէ նաեւ, այսինքն իմ զրույցների արդյունքում է, որ ես ունեցել եմ, որ հնարավորություն ունեցանք զրուցել, ես կարծում եմ սա հայկական կողմի հաջողությունն է, որ ասել ինչի մասին է խոսքը, ինչ 3 սկզբունքներ եւ 6 տարրեր, որոնք արդեն իսկ Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել այդ մասին, ասելով, որ սա տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ ես մեկ բան էլ ասեմ, ինձ թվում է, որ հայկական կողմը փորձում է բանակցությունները սկսել նոր փաստաթղթից։ Այո։ Այսինքն սեղանին չէ ոչ Մադրիդը, ոչ Կազանը։ Այս էջից է ուզում սկսել։ Այսինքն նոր փաստաթուղթ։ Հիմա այստեղ ուրիշ հարց է առաջ գալու։ Եթե դա է մեր ուզածը հայկական կողմերի, այն փաստաթուղթ, որ ստեղծվելու ավելի լավն է լինելու, քան Մադրիդյանը կամ Կազանյան, ես չեմ կարող դա ասել։ Եվ ոնց է դա ընդունվելու միջնորդների կողմից, որոնք այսքան տարի արդեն աշխատել են մի։ Ոչ միայն աշխատել են, միջնորդները այնքան կոմֆորտ զոնայում են ապրում, այնքան իրանց համար հաճելի է այդ ձևով աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, մանավանդ նախկինում, երբ այդ ղեկավարները ընտրված չեն եղել, երբ նրանք ունեցել են ներքին լուրջ խնդիրներ եւ այդ ներքին լեգիտիմության պակասը լրացել են Ղարաբաղյան ճակատում հա ասելով, որ հա մենք կհամաձայնվենք։ Ես դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է, որ հայկական կողմը ցանկանում է նոր փաստաթուղթ, որին կողմ է նաեւ Ադրբեջանը ըստ ամենայն դեպս դեմ չէ, որին դա արդեն բանակցությունների խնդիր է, մենք դժվարանում ենք ասել, եւ նաեւ պետք է հասկանալ, որ ադրբեջանական կողմի մոտ չկա որևիցե փոփոխություն
փողզիջումների հարցում, սա էլ է իրողություն։ Այսինքն այո, մենք կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմից հռետորաբանությունը իջել է, նրանք էլ են իրենց ներդրումը ունեցել լիցքաթափման գործում, գուցե շատ կարևոր է։ Իդեպ հայտարարության մեջ չկար որևէ խոսք հռետորաբանության նվազման մասին։ Բայց մյուս կողմից նաև փաստ է, որ Ադրբեջանը չի իր այդ կոշտ դիրքորոշումից հետ կանգնել։ Ադրբեջանը չի ասում, որ այո, ինքը պատրաստ է ընդունելու, ասենք, հանրաքվեի ճանապարհով Ղարաբաղի, այսպես եմ, անջատումը կամ միացումը անջատումը Ադրբեջանից եւ միացումը Հայաստանի կամ անկախություն, այսինքն բերեք մենք էլ մեզ չխափենք, էլի, ասենք այսպես շատ դրական տրամադրվածությամբ արտահայտենք եւ փորձենք ասել այն ինչ որ շատ մոտ է իրականությանը։ Թաթուլ միջնորդների հայտարարության մեջ եւս մեկ կարևոր կետ, որ ուշադրությունը գրավեց, համագործակցություն մարդասիրական հարցերում։ Սա նորույթ էր թե ոչ, ըստ ձեզ, եւ սա ինչ է ենթադրում, սա կարող է հիմք հանդիսանալ նաեւ սպասելու ակնկալելու գերիների փոխանակում Կարեն Ղազարյանի։ Հա, ես կարծում եմ, որ այդ հարցը անկասկած քննարկվել է եւ Փաշինյանը երեկոյան հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում խոսեց, ասելով մոտավորապես սա, որ ճիշտ է մենք կարող ենք այդ մեր մոտ եւ նրանց մոտ պահված այդ անձանց հետ կապված ունենալ տարաձայնություններ, բայց մենք գոնե կարող ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի նրանց ծնողները այցելեն իրենց զավակներին եւ տեսակցել, հա, եթե իհարկե նման ցանկություն կա։ Գիտեք, սա էլ շատ կարևոր։ Սա էլ է նորույթ վերջին տարիների համար։ Սա էլ է նորույթ եւ սա էլ է զուտ այդ վստահության ամրապնդման հետ կապված բավականին, այսպես ասեմ, առաջընթաց է։ Հիմա, չգիտեմ, ադրբեջանցի ծնողները կգան, հայ ծնողները կգնան, այդ մարդկանց տեսակցության ես դժվարանում եմ ասել, բայց այն փաստը, որ քննարկվել է եւ կողմերը պատրաստակամություն են հայտնել, դա էլ է շատ կարևոր, այսպես ասեմ, հա, լիցքաթափում եւ կարևոր այդ անգլերենով ասած confidence building measure, այսինքն վստահության այդ միջոցներին է պատկանում։ Այնպես որ այստեղ նայեք, երկու երկրների էլիտաները իրենց քայլը արել են։ Հիմա այստեղ շատ կարևոր է թե այսինքն գնացքը առաջ են քաշել։ Հիմա շատ կարևոր է թե այդ առաջ քաշելու մեջ ինչ դեր են կատարելու երկու երկրների հայկական, ադրբեջանական եւ արցախյան, երբ որ ասում եմ երկու հասարակություններ, ես Արցախը նույնպես նկատի ունեմ, կամ այսպես ասենք, հայկական, արցախյան եւ ադրբեջանական հասարակությունները, ինչքանով են պատրաստ իրենք էլ լծվելու այդ գնացքը առաջ տանելու, չգիտեմ, մտավորականությունը, գրողները, մեդիան, ինչքան է հնարավորություն ստեղծվելու, որպեսզի լրագրողները փոխադարձ այց կատարեն։ Մենք ասենք գնանք եւ Բաքվի կենտրոնում ստենդափ անենք, կանգնենք, որ ասենք հիմա մենք գտնվում ենք, չգիտեմ, Բաքվում եւ ադրբեջանցի լրագրողները գան Երևան եւ Ստեփանակերտ, չգիտեմ, կամ այլ վայրեր եւ այսինքն սրանք շատ կարեւոր քայլեր են վստահության ամրապնդման եւ եթե իրավամբ կողմերը ուզում են մոտենալ կարգավորմանը, ապա միայն էլիտաները չպիտի այսինքն մյուս մակարդակներում եւ բոլոր մակարդակներում պետք է լինի եւ ես պիտի վերադառնամ իմ այն թեզին, որ անընդհատ կրկնում եմ, առնվազն 3 մակարդակներում պետք է լինի լուծման ցանկություն, ձգտում եւ հարմոնիա, միջազգային մակարդակ, Միսկի խմբի համանախագահող երկրների եւ անմիջական տարածաշրջանի երկրների, այսինքն դրանք են Իրանը եւ Թուրքիան, որոնք չափազանց կարևոր են, ճիշտ է, նրանց մասին հիմա չի խոսում, բայց նրանք չափազանց կարևոր եւ բանը եւ տապալելու գործընթացը եւ նաեւ նպաստելու չափազանց կարևոր են այս երկու ծանր քաշային մեր անմիջական հարևանները։ Այնպես որ շատ աշխատանք կա կատարելու եւ իմ տպավորությամբ հավանաբար ես կարող եմ ասել հետեւյալը. առաջիկայում գրեթե ես վստահ եմ, որ պատերազմ չի լինելու, ապրիլյանի տեսքով կամ ինչ ձևով։ Իմ մոտ այդ տպավորությունը կա, որ այս գործընթացը, եթե անգամ չի տանում որևէ փաստաթղթի նոր, որևէ կարգավորման, որևէ բանի, բայց այնուամենայնիվ լիցքաթափում եւ մեզ մի քիչ հեռացնում է նոր պատերազմի վտանգից, սպառնալիքից։ Թաթուլ, եւ ամենակարևոր հարցը, որին պետք է անդրադառնանք, Նիկոլ Փաշինյանը գնում էր Վիեննա հստակ օրակարգով, որի մասին հայտարարել էր Ստեփանակերտում Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
այս ուղղությամբ որևէ ձեզ ոչ թե առաջընթաց, այլ որևէ հիմք դրվեց այս գործընթացին։ Շտապողականություն դրսևորեցին որոշ քաղաքական ուժեր Հայաստանում հայտարարելով, թե ուր էր, ինչու Բակո Սահակյանը Վիեննայում չէր Փաշինյանի հետ։ Դե եթե մեր քաղաքական ուժերի մեկնաբանությունները այս մակարդակի վրա պիտի լինեն, ավելի լավ է դրան ընդհանրապես չանդրադառնանք։ Ինչ է նշանակում, այսինքն դուք մտածում եք, որ պետք է Բակո Սահակյանը ներկա լիներ այդ հանդիպմանը, նույնիսկ այն ժամանակ, երբ որ Արցախը ներգրավված է եղել բանակցային գործընթացի մեջ, նման բան չի եղել։ Այո, 90-ական թվականներին եղել են կիսագաղտնի կամ գաղտնի հանդիպումներ այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի եւ Ղարաբաղի նախագահ, այսպես եմ դերևս նախագահ չէր նույնիսկ Քոչարյանի, այդ պաշտոնը չկար, էլի նախագահի պաշտոնը չկար, այսպես եմ Ղարաբաղի առաջնորդ, Արցախի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց նա այլ ժամանակ էր, երբ որ պատերազմի դաշտում Ադրբեջանը անընդհատ պարտվում էր եւ նրան պետք էր ուղիղ շփումներ հաստատել Արցախի իշխանությունների հետ։ Հասկանալի է, այժմ կան այդ ակնկալիքները։ Այդ ակնկալիքները կան, բայց դա հեշտ չի լինելու։ Դա մի օրում չի լինելու։ Ես չգիտեմ դա լինելու է թե չի լինելու։ Այո, Հայաստանը հայտարարել է իր օրակարգի մասին, որ մենք սա ենք ուզում։ Բայց դա չի նշանակում, որ առաջի հանդիպումից հետո այո Բակո Սահակյանը ներկա է լինելու։ Պետք եկեք վերջ տանք այդ պրիմիտիվ բաներին, էլի այդ խոսակցություններին։ Բայց հայկական կողմը իմ տպավորությամբ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ղարաբաղյան կողմի ներգրավվածությունը այս մակարդակում ինչ որ ձևով արտահայտվի։ Դա կրկնում եմ հեշտ չի լինելու, Ադրբեջանը անընդհատ մերժելու է, որովհետև Ադրբեջանը իրեն չի պատկերացնում, Ալիևը իրեն չի պատկերացնում մի իրավիճակում, երբ որ ինքը պետք է նստի եւ Բակո Սահակյանի հետ բանակցի, եւ կրկնում եմ, սա հեշտ գործընթաց չի լինելու։ Դե ընդդիմությունը պետք է դա անի բնականաբար։ Ղարաբաղի հարցը շատ նուրբ հարց է, զգայուն հարց է, եւ ինչպես այսօրվա գործող իշխանություններն են Հայաստանի հարվածել Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանին, հետո Սերժ Սարգսյանը հարվածել է բանը Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանին հարվածել են այն ժամանակվա ընդդիմությունը, այսօրվա ընդդիմությունն էլ պիտի հարվածի, որտեվ շատ լավ բան է։ Շահարկումների համար շատ լավ գործիք է, իհարկե։ Բոլոր ընդդիմությունները Հայաստանում դա շահարկել են, անգամ պատերազմի տարիներին 92-94 թվականներին Ազատության հրապարակում այստեղ ընդդիմությունը ցույցեր էր անում։ Նման բան հիմա եթե արվի, կասեն դուք դավաճաններ եք, բայց դրանով էլ ենք անցել։ Բայց ես համարում եմ, որ հենց այդ շրջանում էլ դա խոսել է հայկական քաղաքական բանի, քաղաքական կառուցվածքի ամրության մասին եւ ոչ թե թուլության մասին։ Բնականաբար ընդդիմությունը պետք է քննադատի իշխանություններին, ասելու որ դուք տապալում եք բանակցությունները։ Ես երբ որ հետևում էինք բանից Վիեննայից հետևում էինք բանակցային գործընթացին, ոչ թե բանակցային գործընթացին, այլ թե ինչ հայտարարություններ էին արում նաև սոցիալական ցանցերում, մոտավորապես այսպես որ Նիկոլ Փաշինյանը շատ ընկճված տեսք ուներ, տրամադրություն չուներ, բան էլի։ Երկու բան ասեմ ձեզ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամ առաջ, երբ որ վերադառնում էինք, եկավ օդանավ, դե գիտեք, բոլոր դեպքերում առաջնորդները, երբ որ մոտենում բոլորին բարևում են, շնորհակալություն ենք հայտնում միմյանց, որ մեզ տարել են իրանք մի խոսքով էլ, այսինքն, հա, հրաժեշտի ես պարոն Փաշինյանը ուղղակի հարցրեցի, ասի պարոն Փաշինյան, բանակցություններից հետո ձեր տրամադրությունը ոնց էր, ասեց հրաշալի։ Եվ ես զգացի, որ նա շատ հանգիստ էր, շատ խաղաղ էր իր մեջ։ Երկրորդ բանը ասեմ, երբ որ ինքը քայլում էր, այդ մի պահ քայլել է բանում Վիեննայում, նրան նաև ճանաչել են, ասենք, հասարակ գերմանացիներ կամ ավստրիացիներ, այսպես ասեմ, ավստրիացիները նրան ողջունել են, նա շատ բարձր տրամադրության մեջ է եղել, եւ ամենակարևորը, երբ որ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ընկճված էր եւ այլն, նայեք, մի հատ դուք կարող եք սիրել, չսիրել Նիկոլ Փաշինյանին, ատել, շատ ատել կամ փառաբանել, բայց կան իրողություններ, եւ այդ իրողություններից մեկը այն է, որ Նիկոլ Փաշինյանը այն ճանապարհը, որ անցել է, այն ահավոր բաների մեջով որ անցել է, որպես նախ ընդդիմադիր լրագրող, թերթի խմբագիր, հետո, չգիտեմ, բանտարկվել է, այս հեղափոխության շարժիչ ուժն եղել եւ այլն,
դա չի խոսում էլի այն մասին, որ ինքը ընկճվող մարդ է, հատկապես ադրբեջանցիների հետ բանակցություններում։ Մի քիչ այս խոսակցությունները ես կարծում եմ մտածածին են եւ պրիմիտիվ են։ Շնորհակալություն Թաթուլ, եզրափակենք այսքանով մեր հետաքրքիր զրույցը։ Իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանի հետ մենք քննարկեցինք Վիեննայում կայացած Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Շարունակեք հետևել Civilnet-ին։